Չէ, ղեկավարը ոչինչ չի կարողանալու անի այդ մարդկանց հետ։ Ստեղ պետք է քաղաքականություն, որ ամեն մեկը այն պապան, ով ինքը արդեն կործանված է, նրան պետք է բացատրել, որ դու կործանված ես, բայց երեխայիդ էլ մի կործանի։ Երեխան թող գնա ուրիշ ճանապարհով։ Բոլոր քաղաքակիրթ երկրներում տենց է եղել։ Բանը նույն Ռոքվելերը, որ ծնվել է ու միլիոնատեր է դառել, ինքը մեր որոշ օլիգարխներից ավելի բարձր մակարդակի վրա չի եղել։ Բայց հետո ինքը հասկացել է, որ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբին փող տալը դա իր համար մեծ պատիվ է։ Ու իր երեխան արդեն կրթված է եղել։ Հասկանում եք, այս process-ը մեր մոտ պետք է ինչ-որ մի օր սկսի, որտեղ մենք սենց համոզված գնում ենք այս անդունդի ճանապարհով։ Համոզված եւ շատ ինքնագոհ, որի հետ խոսում ես, մենք ամենալավն ենք։ Ախր տես բան չի կարող պատահի, որտեղ ոչ գերմանացիներն են ամենալավ, ոչ ավստրիացիները, ոչ ռուսները, ես հիմա մի քանի հատ ոչ իտալացիները հսկայական կուլտուրաներով երկրների ամենալավը չկա։ Պետք է ձգտել, որ ու այս ամեն ինչը երբ որ մեզնից դուրս գա եւ մեզ շատ հստակ ցույց տան մեր տեղը, մենք կարող ենք սկսենք մտածել, ասեն մի րոպե։ Ու մենք անդադ մեղադրում ենք, ասում ենք, ինչի Գերմանիայում լավ է, մեր մոտ լավ չի։ Ու թողում ենք այս երկիրը գնում ենք Գերմանիա, որ նրանց ստեղծած լավով ապրենք։ Տեր Աստված, մի հատ տեսեք ինչի լավ չի, ամեն մեկը ձեր կողմից արեք ինչա պետք անել, որ լավ լինի, տեսեք չի լինի։ Ամեն մարդ մտածում է ոնց խափի, ոնց մի սխալ բան անի, ոնց մի անօրեն բան անի, ու հետո բոլորը մեղադրում են, որ դե վատ երկիր է։ Երկիրը մեղք չունի, մենք ենք մեղավոր ամեն ինչի մեջ։ Այս ինչ որ կատարվում է, մենք ենք ստեղծել, եւ մենք շարունակում ենք սա էսա վիճակը։ Շեղվեցինք Օհանդուրյանից։ Էլի այս սերիայից ոնց որ ասում են, հա, Օհանդուրյանի հոգեհանգիստը օպերայում էր։ Այսօր օպերայի դեմը հասանելի է գրեթե բոլորի համար, հա, փոխտուր, ինչ զիբիլ ուզում ես ընդեղ արա։ Ես գիտեմ, ես Միացյալ Նահանգներում ուսումնասիրել եմ, ընդեղ նույնպես դու կարող ես փողը տալ ամենահայտնի բեմերում ինչ համերգ ուզում ես, ռաբիս համերգ դից, ինչ ուզում ես դից։ Կարող ես։ Նորմալ է դա շուկայական հարաբերությունը, որ օպերայի բեմը պետք է դառնա ամեն ինչի բեմ։ Թե պետք է այդ ակնածանքը այնուամենայնիվ պահվի այդ բեմի նկատմամբ։ Գիտեք, ես շուկայական հարաբերություններից լավ չեմ հասկանում, բայց անշուշտ ես կուզեի, որ այդ ակնածանքը պահվի, բայց այսօրվա օրով դա հնարավոր չի, ես միայն օպերայի մասին հիմա չասեմ, ասեմ, որ մեր դահլիճում էլ աստղաբույրի համերգներ լինում են, որտեղ աստղաբույրը գալիս է համերգ տալու, մենք հետո այդ գումարով լուծում ենք ինչ-որ հուշ կարևոր հարց նվագախմբի համար, կամ դահլիճի համար, կամ հրավիրում ենք, ասենք, վարքանչիկի գումարով մի հատ լավ արտիստ գալիս է մեզ հետ ելույթ է ունենում, եւ մենք լավ է դա։ Կարծում եմ, որ այնուամենայնիվ այդ դահլիճները փակել այդ մարդկանց համար լրիվ հնարավոր չի եւ պետք էլ չի։ Եթե փող ունեն, թող գան համերգ տան, հիմա իրան ժանրն էլ դա է։ Այսինքն կարելի ասել, որ նույնիսկ դասական արվեստը ինչ որ մի տեղով պարտական է մեր փոփ աստղերին։ Հայրենիք չգան, համերգ չտան, տենց է ստացվում։ Դուք գումար չեք ունենա։ Տենց է ստացվում, որովհետեւ մենք ես ձեզ ասում եմ, որ այդ արենդաների գումարով օրինակ վերջին անգամ Յուլիա Ֆիշերի նման ջութակահարին, որ հրավիրել ենք, ում ենք պարտական այդ չնչին ես էլի եմ ասում, անունը չգիտեմ, ինչ որ մի հատ իտի կամ օի ավարտն է էլի այդպես, Արմենչիկ, կամ օ։ Ես ուզում մենք զրուցենք հաղորդման ավարտի Օհանդուրյանի մյուս գործունեության մասին։ Նա շատ ակտիվ քաղաքական, քաղաքացիական դիրքորոշում ուներ, այլ ոչ չի, մարդը համաձայն էր դրա հետ, համաձայն չէր դրա հետ։ Կարող տեսնում որ մարդը անկեղծ հավատում է իր արածին։ Քո կարծիքով, այ երկու կարծիք կա։ Մտավորականը պետք է լինի Օհանդուրյանի նման։ Ասա ես սրանց սիրում եմ, սա մեծ գործարարական ակտիվ քաղաքականությամբ զբաղվի, հայտարարություններ անի, միտինգներ եւ այլ, թե նա պետք է ասի, գիտես, այ ես ստեղծում եմ բարձրարժեք գործ, սա է իմ աշխարհը, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Որն է ճիշտը։ Իմ տեսակետով ես քաղաքականությամբ չեմ զբաղվում եւ այդքան խելքել չունեմ որ զբաղվեմ։ Իմ ուղեղս այդ հարցում
գուցե ես շատ միամիտ, շատ անխելք եմ, երբեք չեմ փորձել ինչ-որ մի հատ խելոք բան ասեմ, որը որ քաղաքականության հետ կապ ունենա, ես եթե կարողանում եմ մի կերպ լուծել ֆիլհարմոնիկի քաղաքականությունը, թե մենք ինչ անենք, որ ճիշտ լինի, իմ խնդիրը համարել եմ դա։ Եվ Օհան Դուրյանի տեսակետները այդ հարցում չեմ կիսել, իրան էլ ասել եմ, նույնիսկ մի անգամ ասեցի մայստրո, գտնում եմ, որ հեչ պետք չի, որ դուք գաք օպերայի հրապարակում կանգնեք եւ այլն։ Հարցը ինչի թե ինքը ում կսատարի։ Հարցն է, որ ինքը պետք է այդպես ակտիվ լինի։ Գուցե նա մի օր իշխանությանը կսատարի, մի օր ընդդիմությանը մեկը իմ կարծիքով գիտեք ինչ, անշուշտ եթե նա ուներ այդ համոզմունքը, բավականին պետք է այդպես ակտիվ ներգրաված լինի։ Իմ կարծիքով ոչ, բայց մյուս կողմից ես էլ ասենք թե հիմա կոնկրետ այն մարդկանց ում որ սիրում եմ, մեր ղեկավարության մեջ կան տենց մարդիկ, ում որ ես հավատում եմ, սիրում եմ, ում շնորհիվ մեր օրկեստրը առաջ է գնացել, ես անպայման, եթե կարիք լինի մի օր իրան պաշտպանելու, ես անպայման պատրաստ կլինեմ։ Ես չգիտեմ, ես կգամ միտինգին կխոսամ թե չէ, երևի այդպես չեմ անի, բայց երևի կգամ ինչ-որ մի բան կնվագեմ իմ օրկեստրով, որ ցույց տամ, որ ես այդ մարդու կողքն եմ։ Ընդհանրապես ես շատ բարոյական չեմ համարում, որ հիվանդ Օհան Դուրյանին վերևից բերում էին, որպեսզի ինքը կանգնի օպերայի հրապարակում եւ ես չգիտեմ, ես չեմ կիսել իր այդ տեսակետը ու ես իրան դրա մասին ասել եմ։ Ասեցի մայստրո, ես գտնում եմ, որ ձեր նման մեծությունը այդ միտինգին անելիք չունի։ Ինչու՞։ Տենց եմ գտնում։ Ինքը որովհետեւ երաժիշտ է, թող մնա մինչեւ վերջ իր Բեթհովենի հետ։ Բայց ամեն դեպքում քո քաղաքացիական դիրքորոշումը հայտնելը Բեթհովենի հետ մնալու։ Ինչով է խանգարում։ Չի, ինձ խանգարում է, բայց ամեն դեպքում Օհան Դուրյանի դեպքում ես էլի եմ ասում, ինքը շատ անկեղծ ու շատ հստակ մարդ էր։ Ես էլ եմ անկեղծ։ Հույս ունեմ։ Բայց ինքը, այսինքն դա էլ իր էլի անկեղծության դրսևորումն էր, որ եթե մի բան անում էր, մի բան ուզում էր, գնում էր եւ անում էր եւ ոչ մի բանի առաջ կանգ չէր առնում, ինչ որ վերաբերվում է կոնկրետ մեդալների հանձնելուն, եթե ուզում էր հանձնում էր, լավ էր անում։ Այ մենք տեսանք, որ նա դիրքորոշում ունեցավ եւ այդ դիրքորոշման համար կոչումներ մեդալներ հանձնեց, հա։ Մեր մտավորականները կյանք են տալիս մի հատ մեդալի, մտավորականից զգալի իսկական մտավորականը, այդ որակը վերանում։ Իսկական մտավորականը երբեք կյանք չի տա մեդալ ստանալու համար։ Այդ ովքեր որ կյանք են տալիս, դրանք մտավորականության հետ կապ չունեն։ Օրինակ ես ձեզ ասեմ, դուք պատկերացնում եք Գերմանիայի ժողովրդական արտիստ Հերբերտ ֆոն Կարայան, անեկդոտ է սա։ Մի երկու կոչում ես էլ ունեմ, ես երբեք դրա մասին չեմ ասում։ Ես ուրախացել եմ այդ կոչումը ինձ որ տվել են, այդ րոպեին, որ մտածել եմ, որ իմ հանրապետության նախագահը իմ արած ինչ-որ բանը հավանել է, դրա համար ինձ կոչում է։ Ես հոգու խորքում ուրախացել եմ դրա համար։ Մենակ այդ բանով, որ իմ ղեկավարը ինձնից գոհ է եղել, որ այդ կոչումը տվել է։ Բայց ես ոչ մեկին չեմ հասկանում, որ այդ կոչման համար պայքարում են, չգիտեմ ինչեր են, ներվում են, առատ դա ու Օհան Դուրյանի նման մեծությանը ինչ կոչում, ինչ մեդալ։ Օհան Դուրյանը ինքը կոչում էր արդեն։ Օհան Դուրյան ասում ենք, գիտենք ինքը ով էր։ Ինչ կոչում, Օհան Դուրյանի կողքը պետք է գրվեր, չգիտեմ հենց ինչ շքանշան, որ մենք իմանայինք, որ այդ Օհան Դուրյանն է, չէ, իրան կոչումը պետք չէ։ Ու էլի եմ ասում, իր քաղաքական դիրքորոշումն էլ չէի կիսում։ Այդ իր միտինգի գնալն էլ չէի կիսում։ Բայց ես հարգում եմ, դա իր տեսակետն է եւ էլի եմ ասում, այդ ինքը այն անկեղծ ազնվորությունն էր, որ եթե գտել էր, որ այդ բանը ինքը պետք է անի, գնացել էր արել էր։ Շնորհակալություն Էդուարդ։ Ես եմ շնորհակալ։ Հերոստատողներ մենք զրուցում ենք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ կհանդիպենք վաղը ցտեսություն։ Հաղորդման հովանավորն է Նայիրի Ինշուրենս, ձեր ընկերը։ Հաղորդման հովանավորն է Մարմարի աշխարհը, վայելեք բարձրաշխարհի կյանքի հաճույքը։ Հաղորդման հովանավորն է